Ողջույն, այս ժամին մենք խոսենք Celnet-ի մասին, հա, եւ VTI լայների մասին, գծերի մասին, քանի որ ռեալ կյանքում, երբ որ մենք աշխատելու ենք ցանցի մեջ, մենք չենք կարող կոնսոլին ուղղակի կպնել, հա, տվյալ ցանցի շատ սարքերին, ես կասեի մեծամասնությանը, երևի 99, չգիտեմ, քանի տոկոսին, մոտ 100%-ին, մենք միայն կարող ենք կպնել այն սարքերին, օրինակ, որոնք մենք մոտ են, այդքան մոտիկ console cable-ով հա կպնենք իրանց, ստե քանի որ CLI այստեղ դուք տեսնում եք, ես կպնում եմ CLI-ին, սա էմուլյացիա է կոնսոլի, եթե դուք ուզում եք օրինակ սրան կոնսոլով կպնեք, պետք է մի հատ PC-ից console cable-ով այսպես միանաք կոնսոլին, քանի որ ամեն մի սարք ունի console cable-ը նրա համար է, որ եթե ձեր սարքը ինչ որ խնդիր ունենա ցանցով չկարողանաք նրան կպնել, գնաք նրա մոտիկ եւ կոնսոլով ուրեմն կպնեք, ահա այստեղ, տակ terminal, հա, ես կպա կոնսոլով, սակայն ռեալ ուրեմն կյանքում դուք սարքերին մեծամասն կպնելու եք SSH-ով կամ Celnet-ով, բերեք, ես հիմա որոշակի այստեղ սարքեր դնեմ այսպես, router դնեմ, տակ, բերեք 18 ուր է, 18 քառ1-ը, ահա այս router-ին եմ դնում, ավտոմատիկ control եք անում եւ միացնում եք նրանք այսպես, հիմա բերեք մեր համակարգչին ինչ որ IP հասցե տանք, desktop IP հասցե 10.10.10.10 255 255 255.0 default gateway-ը տանք, հա 10.10.10.1, ահա գանք մեր router-ը կոնֆիգուրացնենք, CLI no enable conft hostname r1 interface, так, սա fast ethernet 00-ն է, fast ethernet 00, քանի որ by default-ով այն մի անջատված է, միացնում ենք IP address եւ տալիս ենք մեր համակարգչի gateway-ի IP հասցեն, այսինքն այդ IP հասցեն գտնվում է այս interface-ի վրա, տալիս ենք end, հիմա որպեսզի մենք կարողանանք կպնել այս սարքին, հա, այստեղից ցանցի միջոցով մենք պետք է նրա վրա կոնֆիգուրացնենք VTI լայները, վիրտուալ լայները, բերեք մի հատ show run-ին կոնֆիգ անենք, գանք ներքև եւ տեսնում ենք կա ուրեմն line VTI 04, որի վրա մենակ login կոնֆիգուրացիան, այսինքն ինչ որ բան չկա, հա, կոպիտ ասած սրանք մենք հիմա չենք կարող կպնենք, բերեք փորձենք, գանք Celnet, այսպես ենք անում Celnet եւ հավաքում ենք 10.10.10.1-ը, տեսնենք, որ նրան չենք կարող կպնել, քանի որ այստեղ մենք չենք կոնֆիգուրացրել VTI լայները, գանք conft, հավաքենք line VTI 0, տեսնում ենք, որ իրականում կա 16-ը line, բերեք հավաքենք բոլորը լայները, այսպես, հիմա այստեղ մենք հավաքում ենք login local, սա նշանակում է, որ դու պետք է նայես տվյալ, ուրեմն router-ի մեջ ստեղծած username-ները եւ նրանց համապատասխան password-ներ կան, ստեղծելու են մեր կողմից եւ ով որ ուզենալու է կպնի մեր սարքին, պետք է հավաքի այդ login password-ը, հավաքում ենք login local, հավաքում ենք transport input եւ sense անենք, այսինքն որ պրոտոկոլով թող որ կպնեն մեր սարքերին, բոլոր պրոտոկոլներով, ոչ մի պրոտոկոլով, SSH-ով եւ Celnet-ով, մենք հավաքում ենք Celnet, exit ենք տալի եւ պետք է կոնֆիգուրացնենք, սակայն բերեք դեռ չկոնֆիգուրացնենք, բերեք նորից փորձենք կպնել, так, այսպես անենք, տեսնում ենք, որ մենք կարողանում ենք կպնել, այսինքն բացում է, սակայն ինչպես կպնել, հավաքում ենք Cisco, մենք քանի որ user չենք կոնֆիգուրացրել, պետք է ուրեմն user կոնֆիգուրացնել, հա, դրա համար հավաքում ենք username Cisco, կներեք username Cisco, password Cisco, տալիս ենք end, հիմա փորձենք նորից կպնել, սա control, բերեք փակենք, նորից բացենք command prompt-ը, exit տանք, connection, հիմա նորից անենք Celnet, հավաքում ենք Cisco password-ը, տեսնում ենք, որ մենք կպանք մեր router-ին, enable մենք չենք կարող անել, չենք կարող գնալ configuration, ուրեմն ուրիշ ռեժիմ, քանի որ մենք պետք է նաև կոնֆիգուրացնենք enable secret, հա, conft enable secret CCNA, տալիս ենք end եւ գալիս ենք հավաքում ենք enable, տեսնում ենք, որ հիմա այն թույլ է տալի CCNA, հա, կպած ենք մենք մեր սարքին,
Իսկ ինչպես կպնել switch-ին, քանի որ switch-ը ունի roboted ինտերֆեյսներ, այսինքն այն layer 2 սարք է, ուստի switch-ի վրա մենք կարող ենք կոնֆիգուրացնել enable conf-t, մենք պետք է ասենց ասած կոնֆիգուրացնենք ինտերֆեյս VLAN, այսինքն որևէ management VLAN-ով ինտերֆեյս։ Քանի որ մենք որևէ VLAN չենք ավելացրել, by default-ով switch-ի բոլոր պորտերը ինտերֆեյսները գտնվում են VLAN 1-ում, պատկանում VLAN 1-ին, մենք ինտերֆեյս VLAN 1-ը պետք է բարձրացնենք։ Սա վիրտուալ ինտերֆեյս է, տալիս ենք IP հասցե 10.10.10.100.255.255.255, այսպես no shutdown, exit ենք տալի, կարգավորում ենք line VTI-ները, line VTI 0-ից 15, login local, հա, local database-ը նայի եւ transport input telnet, այսպես։ Տալիս ենք exit, տալիս ենք username Cisco, password Cisco, ահա, enable secret CCNA, այսպես։ Բերեք փորձենք կպնել հիմա, տակ, սա որն էլ ինտերֆեյս VLAN, մեկը 10.10.10.100-ն է, հա, այսպես, command prompt, էսի exit տանք, ահա, եւ այստեղ հավաքենք 100, տեսնում ենք, որ մենք արդեն կպնում ենք մեր switch-ին։ Քանի որ սա ուղիղ կապ ունի, բերեք ես մեկ հատ սարքի այստեղ ավելացնեմ, որպեսզի ավելի հասկանալի լինի, ահա, սա արդեն ուրիշ ցանցից սարք է, բերեք կոնֆիգուրացնենք այն CLI no, կներեք, no, enable conf-t interface fast ethernet 00, no shutdown, IP address 192.10.10.255.255.255.0, exit, username Cisco, password Cisco, սա local database-ային username-ը ստեղծվում իր password-ով, line VTI 0-ից 15, ուրեմն login local նայի local database-ն, transport input telnet, այսպես, եւ enable secret CCNA, որպեսզի մենք կարողանանք գնալ privilege exec mode եւ configuration exec mode։ Գալիս ենք այստեղ, fast ethernet 01-ը պետք է կոնֆիգուրացնենք, conf-t interface fast ethernet 01, no shutdown 192.168, так, IP հասցե, հա, IP address 192.168.10.255.255.255.0, no shutdown, տալիս ենք end, հիմա բերեք այստեղից փորձենք կպնել այս router-ի IP հասցեով նրան, որպեսզի կարողանանք նրան ասենք ասած manage անել 10.10-ն է, հա, գալիս ենք այստեղ, տալիս ենք exit, կներեք, մի քիչ սպասենք, հա, միջև այս ես սխալ բան հավաքեցի, քանի որ իր վրա ուրեմն DNS resolution-ը միացրած է, հիմա մեր switch-ը ենթադրում է, որ սա ինչ-որ host է եւ փորձում է գտնել նրա IP հասցեն, սա մի փոքր ժամանակ է տանում, սակայն հեսա կանջատվի։ Սա հատուկ հրամանք է, դու կարող եք այն ինտերնետում ուրեմն Google-ել գտնել, փորձել հասկանալ, թե ինչու է ինչ պետք է անել անջատելու համար։ Հիմա կոպիտ ասած այս կոնֆիգուրացիայով կարիք չկա, որպեսզի մեր համակարգիչը գա կոնսոլով կպնի, մենք ցանցի միջոցով կպնում ենք այստեղ։ Կա երկու պրոտոկոլ, մեկը Telnet-ն է, մյուսը SSH-ն է, SSH-ն ենք մենք անցնելու, հա։ Դա գանք տեսնենք արդյոք այնտեղ ինչ է լավ, տակ, տալիս ենք exit, բերեք չսխալվենք, հավաքենք Telnet 192.168 10.10, trying to connect, հա, տակ, սա տեսնենք ճիշտ է հավաքել, այո 10.10, trying to connect, connection timeout, բերեք տեսնենք ping ունենք արդյոք 192.168 10.10, համը troubleshooting անենք։ Տեսնում ենք, որ մեր համակարգչից ping չունենք, սա, տակ, ինչու չունենք մեր համակարգչից ping, բերեք տեսնենք default gateway-ը մենք կոնֆիգուրացրել ենք, այո, default gateway-ը կա, տակ, այստեղ պետք է կոնֆիգուրացված լինի default gateway, ուրեմն fast ethernet
0,0-ն այստեղ 10-ը բերեք նախ պետք է ստուգենք արդյոք հասանելիություն ունենք թե չէ, так, tracer տանենք 192 168 10 10-ը, սա նաև troubleshooting է, ուրեմն տեսնում ենք, որ գալիս է այստեղ, սակայն այստեղից կտրվում է, ինչու է այդպես անում, show IP route ենք հավաքում, տեսնում ենք, որ լոգիկայի համաձայն սա այս ցանցը իրեն connected է, այսինքն այս router-ը գիտի այստեղի սարքերի մասին, սա նույնպես connected է, այս router-ը գիտի այստեղի սարքերի մասին, գանք այստեղ show IP route անենք, так, and show IP route, և այստեղ տեսնում ենք, որ մեր այս router-ը չգիտի այս ցանցի մասին, քանի որ այս ցանցը գտնվում է հաջորդ router-ից մյուս ինտերֆեյսներից այն կողմ, ուստի այստեղ մենք պետք է ցանցը, այսինքն route գրենք այստեղ, գալիս են conf-t IP route 10.10.10.0 գնալու է 192.168.10.5-ով, այսպես ենք անում, and և հիմա նորից պետք է տեսեք, որ tracer-ը այստեղ նաև պատասխանեց, հիմա ping-ը լինելու է, ահա ping-ը կա, բերեք telnet անենք և telnet-ը նույնպես կա, так, Cisco, ահա կպանք մենք մեր router-ին, հուսով եմ ամեն ինչ հասկանալի է, այսինքն կա երկու պրոտոկոլ telnet և SSH, որով կարող ենք գտնել ձեր remote սարքերին, telnet-ը ուղղակի նա բաց պրոտոկոլ է, ձեր տվյալները բաց էթում են գծերով, այն encryption արած չէ, SSH ավելի լավ տարբերակ է, որը մենք հետագայում կանցնենք կամ հաջորդ դասին գուցե, այսքանը այս դասի համար